այսպիսի տեսարանով ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, իսկ ովքեր արդեն իսկ հետևում են, իհարկե միանգամից կռահեցին։ Այսօր իմ խոհանոցում այսպիսի համեղություն կտեսնեք, ու գիտեմ, ասելու եք շատ գեղեցիկ եմ, շատ շքեղ եմ, շատ որպես առաջին դասարանի երեխային նվեր մատուցելու համար, շատ հարմար տարբերակ եմ, քանի որ այո, հենց այդպես եմ, հենց այդպես էլ իմ մտահղացումը եղել է, որ իմ բարեկամներից Երեմիկին նվիրեմ այսպիսի գեղեցիկ մի տորթիկ, համ տեսքով հաճելի, համ էլ համով շատ հաճելի։ Իհարկե, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, գիտեն, որ ես ինքս թխում եմ, փառք Աստծո, ինքս էլ կարող էի անել, բայց երբեմն լինում է, չէ, որ չես ուզում դու խառնվես, ընդամենը ուզում ես լինես պատվիրատու։ Այո, այս համեղությունը ես պատվիրել եմ իմ համաքաղաքացի Սուսաննային, ով թխել է, ստացվել է շատ լավ, շատ իմ պատվերին համահունչ, ընտրված է ամեն մի դետալը մտածված ձևով, այստեղ տեսնում եք գրատախտակը, պայուսակը, մատիտները ու էլ չասեմ գրքերը և առաջին դասարանցուն։ Բոլորս էլ ապրել ենք, չէ, այս պահերը, բոլորս էլ անցել ենք, չէ, այս ամենի միջով, ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, ես նույնիսկ նկարահանած տեսահոլովակ ունեմ, թե ոնց եմ պատրաստվել Ալեքսիս առաջին դասարան ճանապարհելուն։ Էնպես որ սիրելի հետևորդներս, շուտով մոտենում ենք հոկտեմբեր ամսին ու ատառի շնորհանդեսա, չէ։ Մի տեսակ ուզում եմ ձեզ մոտիվացնեմ և հավեսի բերեմ։ Իսկ այսքանով ձեզ ասում եմ ստեսություն, չենք մոռանում լայքել տեսանյութը, մի հաճելի սմայլ դնել, բաժանորդագրվել, քանի որ ինձ ավելի շատ հետևում են չէ բաժանորդագրված մարդիկ, քան բաժանորդագրված մարդիկ։ Այսքանով ձեզ ասեմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ կամ բաղադրատոմսով, կամ մի հետաքրքիր գործողությունով։ Առայժմ